Էլիդա ուշանում եք, շուտ արա։ Էլիդա ուշանում եք։ Գալիս եմ, կոյրուն։ Մարդել այդքան ճշտապակ կլի, ասածը տրոպեին պիտի դուրս գամ։ Իմ բնավորությունը չգիտես, ես չեմ սիրում, ուշանալ։ Գնացինք։ Որ ասում եմ ժամանակին դուրս արել։ Ժամանակին եմ դուրս եկի, այ մարդ։ Այդ քեզ համար են ասել ժամանակը ոսկի է։ Բայց իսկապես ոսկի է ժամանակը, ով ասում որ այդպես չէ։ Իսկ քո ուշանալը նշանակում է դասերից ուշանալ, ժամից ուշանալ, գործից ուշանալ։ Այդ ձև է։ Չէ, արդեն դարձել եմ քեզ նման պարտաճանաչ։ Ուրեմն ավելի լավ։ Այսօր կապ եղանակը, աստորեն, մեր վաղթը պերել է, եկե հանգստանում ենք, ամել եղանակը լավ կամի, դուր եկան, մեր գեղարքունիքն է, մեր սևանն է։ Դու ասեցիր սովորական քո որպես գյուղատնտեսի հայացքով։ Նման է, չէ գույրուն, մարդն ու ծովը նման են իրար։ Ծովը կարող է փոթորկվել, ծովը կարող է խաղաղ լինել, մարդու նման, մարդն էլ զայրացած պահին նման է փոթորկված ծով։ Իսկ խաղաղ պահի, այ հիմա մենք խաղաղ պահի նստած ենք։ Ոչ բանից մենք երբեք չենք դժգոհ։ Այ մեր կյանքի հիմնական լավ գիծը դա է եղել։ Բավարարվել ենք ունեցածով, բավարարվել ենք մեր փոքրիկ սիրով, որ կա մեր մեջ։ Բայց ինչի փոքր։ Համաձայն չես։ Չէ, մեծ էր այդ։ Հենց հիմա ես խաղաղություն եմ զգում։ Սևանին այլ հանգստություն, նայում Սևանին հանգստանում։ Շրջապատված լեռներով, սիրուն, ոնց որ իրենց թագուհուն պահեն իրենց կերպ։ Մեր հարստությունը, ջուրը, քաղցրամ ջուրը։ Էլդայի հետ ծանոթացել եմ Երևանի պետական համալսարանում։ 10-ին նստած էր, դուրս եմ հրավիրել, 10-ից անել եմ։ Ասի կսպասեմ մինչև 10-ից սպասես։ Ասեց Սևանցի եմ, եկել եմ ծանոթանալու նպատակով։ Հրավիրեց սրճարան, նստեցինք, զրուցեցինք։ Ընդհանրապես ես ոչ մեկի հետ ասենք, որ ասում էին ծանոթանալ, ասում էի սովորում եմ ու վերջ։ Բայց չգիտեմ ինչի, երևի ճակատագիր էր, ասի ծանոթան։ Մի անգամից գնաց ոսկյա ժամացույց բերեց ու ասավ էս մեր նշան դրեք։ Ծանոթացանք, բայց այդ մի օրում հենց մի անգամից մեր հարցերը լուծվեցին, կարելի է ասել։ Մինչև ինքը շաբաթվա վերջին պետք է կարես, նույն օրը հետ եմ եկել գյուղ, գնացել եմ իրաց գյուղը, ասել եմ, որ սենց խոսել ենք պայմանավորվել շաբաթ օրը գալու է, ինչ եք ասում, բայց թող կա մի հատ էլ խոսենք։ Նորից մեծ նշան դրեք արեցին, մեծ հարսանիք ու ընտանիք կազմեցին։ Երկրորդ կուրսում արդեն ամուսնացած էի։ Երրորդ կուրսում արդեն Սևակը ծնվել էր առաջնեկս։ Փաստորեն համ հարս էի, համ էլ սովորող, ուսանող, համ էլ աշխատում էի դպրոցում։ Ես փոշմանել չեմ, բախտավոր մարդ եմ։ Բախտավոր եմ Իրանով, բախտավոր եմ իմ երեխեքով ու հարազատներով։ Դու ծովից վախենում ես։ Հա, հիմա չեմ վախենում։ Որովհետև համ ծովն է խաղաղ, համ էլ վարորդը դու ես։ Առաջին անգամ
նավավարի կողք եմ նստել։ Մեքենայի մեջ եմ ես քեզ վստահում բոլորից շատ։ Ուր մնաս թե ծովի վրա։ Ես հենց հիմա ինչ շատ լավ եմ զգում։ Կողքս նստել ես ինչի՞ բռնի լավ չի զգաս։ Բարձրահասակ էր, բայց մի հարեստ տեսքին չէ։ Դե հիմա մեծացել ենք 70 տարեկան ենք, փոխվել է։ Ինքը շատ սիրուն աղջկանից, բայց գյուղացի է։ 100% գյուղացի, շատ երկար էր մազերը։ Երես մի քիչ ավանդապաշտ էր էլի։ Քանի անգամ փորձեց գնամ կտրեմ, չէր համաձայնում։ Ես ասում եմ, որ իմ մազերը տենց երկար մնար։ 84 թե 5 թվին Մոսկվա Իզմայլով դիմավորեցի իրան, արդեն հյուրանոցում տեղավորված էր, նայում եմ մի բան ինչի։ Կանգնե նայում եմ մազերս կտրած, այն ժամանակ գանգրացնում էին, տենց գանգրացրած, նայես չէր ճանաչում, հետո մոտիկավ ասա, էլ դա մազերդ կտրել ես։ Բա ինչի ես տենց ռմբուլ սարք, գնա լվա, ինչքան լվացի ինքան գանգրել։ Լավ Կորին ջան, դու կարող ես գնալ։ Դե ես իմ պարտականությունը արեցի, բայց հասրի, որ ժամին ու գալու, որ նորից հետ տա։ Ժամ 2-ին։ Շատ բարի։ Բարի ուր։ Ապրես։ Երեխեքին դա կասողացա։ Ձեզ։ Նստեք մի կեր մամիկին։ Ես իմ գործերը լրի վերջացրել եմ, հաշվետվություն ներկայացրել եմ, ամեն ինչ պատրաստ է, թեմատիկ պլաններս ներկայացնել, ամառվա ընթացքում մտածել եմ, թե ինչ փոփոխություններ են կատարվել, հատկապես բարձր դասարաններին, նախագծային աշխատանքների, հաշվետվությունների, Ընկեր Սարգսյան, կարող է աշխատենք և նորի մեջ էլ հետաքրքրություն գտնենք։ Ամբողջ ամառվա ընթացքում էլի ես կապ եմ ունեցել իմ աշակերտների հետ։ Իհարկե ես շատ եմ սիրում և հետաքրքրվում եմ, զանգում եմ, իրենք էլ զանգում են։ Ես մանկավարժի ընտանիքից եմ դուրս եկած։ Հայրս էլ էր մանկավարժ, մայրս էլ։ Առաջին տարին համալսարանում ստացիոնար բաժին տվեցի և չանցա։ Երկրորդ տարին պապան համոզեց տարավ հեռակա։ Ասում էր նույն կրթությունն է, մի մտածի։ Ուզում էր, որ իր աչքի առաջ լինեի։ Քանի որ ես մի քիչ շատ պարտաճանաչ էի, ասում էր միևնույնն է դու սովորելու ես։ Երրորդ կուրսից արդեն աշխատեցի։ Հիմա աշխատում եմ Դդմաշինի միջնակարգ դպրոցում, հայոց լեզվի գրականության ուսուցչուհի եմ։ Բայց երևի արդեն վերջի տարին կլինի էլի։ Որովհետև արդեն 71 տարեկան եմ։ Այսօր եկավ։ Բարև Ժողովուրդ ջան, ո՞նց եք։ Այ, բարով Մանուկյան ջան։ Ո՞նց եք։ Ես Խեյրա։ Շուշ ես գալի, հա, բայց։ Ինչքան գիտեմ, ջրի խնդիր չկա, չէ՞, իմ քաշած ջուրը էլի գործում է։ Արժել եմ, որ բացմանորեն ես քեֆեի կամ։ Դրանց ժողովուրդը ջուր խմելիս օրշում են ջուր բերողի օրը։ Բա ի՞նչ պետք է ունեն։ Միշտ էլ հիշում են, բա իհարկե։ Դե հիշեմ, 10 կիլոմետր ջուր բերեցին։ Ես տես թե վիրով եք ջուր գրելը։ Ով էր ասում, բան հարցների թերը երկարել է, Հա, այնքան ջուր են կրել, ասում էր երկարել է։ Ճիշտ ասած ներս մտնելուց տեսա որ Հələ պահպանվում է, չէ՞։ Ցուցանակը կա, կմտնենք մի հատ նայեմ։ Ժողովուրդ պատկերացնում եք, գյուղի գլխավոր ատեղագիծը ստեղա, հա։
Ես շնորհակալ եմ իմ նախկին կոլեկտիվից, որ այն տրադիցիան ես որ դրել եմ, նույն ձևով շարունակում է առ այսօր։ 60 թվականին ավարտել եմ դպրոցը, ընդունվել եմ Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, տնտեսագիտական ֆակուլտետ։ 73 թվականին ավարտել եմ եւ ստացել եմ գիտնական ագրոնոմ տնտեսագետի որակավորում։ Աշխատել եմ գլխավոր գյուղատնտես մինչև 84 թվականը։ 84 թվականին նշանակվել եմ սովխոզի տնօրեն։ 90 թվականին նորից ընտրվել եմ որպես գյուղսովետի նախագահ։ Աշխատել եմ մինչև 97 թիվը։ Հողերի սեփականաշնորհում ամեն ինչ ես եմ արել։ Գյուղերը արդեն սեփականաշնորհում 91 թվականին արել են, ժողովուրդը տեսել են սեփականաշնորհից մեկը հող, մեկը անասուն եւ այլ եւ այլ։ Եղել եմ Դդմաշեն գյուղի վերջի գյուղսովետի նախագահ եւ առաջի գյուղապետ։ Դերսում եմ եղել անդադ։ Գյուղսովետի նախագահ աշխատել այդքան անգիշ չի կարող կողքից։ Գիշեր ցերեկ արդեն ես հատկապես այս սեզոնին ես խոտքաղ, բերքավակ, ձմեռացու, գիշերով գնում, գիշերով գալիս եմ։ Երեխեքս ինձ տենում ուրախանում են ճիշտ ասած, որ պապան տունիկ է։ Գյուղի գլխավոր ատեղագիծն է։ Էսի ձիաբուծարեն տարածքն է տեղին է, էսի դպրոցը, գյուղապետարանը։ Ես մի հատ ձի եմ ունեցել Էկվադոր անունով, որը մասնակցել է օլիմպիական խաղերին եւ նվաճել է ոսկի մեդալ։ Եվ գնահատվում է 1 միլիոն ռուբլի իր արժեքը։ Դրանով արդեն հայտնել Դդմաշենի ձիաբուծական տնտեսությունը։ Նաև մրցումներ մասնակցել ենք Թիֆլիսում, այնտեղ Կրասնոդար, Միջին Ասիա։ Իսկապես եմ ասում, ես գիտեմ գյուղի հողերը սկզբից մինչև վերջ։ Որ սեփականաշնորհում հողերը ես եմ արել, անգիր գիտեմ։ Եթե Դդմաշենի ես չսիրեի 74 թվականից մինչև 2022 թիվը, այս գյուղում չէի մեծանա, ընտանիքներս ստեղ չէին մնա։ Ունեմ 3 զավակ, 2 տղա, մի աղջիկ, 7 թոռ, 2 ծով։ Բոլոր թոռներս իմ աշակերտը եղել են, բոլոր թոռներս։ Ասում ես պարտեզում ինչ կար, ով էր եկես դուք ման։ Հա? Վայթի ու նկարում։ Վայթի նկարում է, Վայթի չի նկարում։ Ես ձեզ ինքան եմ սիրում, դու պապին սիրում ես։ Հա, ինչքան ես սիրում ձերով ցույց Ասես, ինչքան։ Հա։ Այսքան։ Հա։ Մեզնից շատախոսը ես եմ։ Ամեն հարցում խոսում եմ։ Ճիշտ եմ խոսում, սխալ եմ խոսում, բայց ինքը համբերատար է։ Դպրոցի քանա խոսում տունել խոսալու թեմա էլ չունի։ Այս է մեր ընտանեկան նկար։ Մաման, դու, Սևակը եւ Վարսիկը, աղջիկս։ Բայց այն ժամանակ շատ խեղճ ենք ապրել, չէ՞ ոնց որ գույր։ Էլի խեղճ ապրել եմ 70 թվերն է դրել։ Ես 70 թվերն նկարել։ Բա այն նկարն ինչ չես ասում։ Էսի դու ես ջայլ։ Ազնագրի նկարը։ Հա, ջայլ բախտ։ Ինչքան ես փոփոխվել։ Ինձ նման չեմ, չէ։ Չէ։ Այն ժամանակ Այստեղ սկի նման չես, այս նկարը։ այստեղ սկի նման չէ։ Ես էլ նման չեմ։ Չէ, դու նման ես։ Հա։ Ահա։ Դու քո սիրուն տեսակն է։ Իմ նկարն էլ կոմպլիմենտ արեցի, հա։ Իմ նկարն էլ լավ է։ Շատ լավ է։ Բայց Այսպես խափնով էլի։ հա, այս նկարը խափեց։ Դու էլ ես ինձ տեսար, դու էլ ես խափնով։ Հա, ասում ենք ինչը մեզ միավորեց, այն ժամանակ լավն ենք ելի։ Հիմա չենք։ Հիմա ծերացել ենք տեսքը փոխել ենք։ Էսը, հա։ Հա, այստեղ հուսերով նկարա։ Երևում աստեղ։ Հա։ Այ երկար։ Մինչև ծունկս իջնում էր։ Հիշում ես մազերը չքան հասնել լավներ։ Շատ լավն Այս էր։ համար մի հատ պապայի կողմից ինչ-որ բարի խոսք էր քաղցել։ Որ կյանքում կեսարս ինձ վատվան չեր ասել մազերիս համար մի ժամ գնացեք ու ինչքան ասես խոսած վերջում ասա Միրանի աղջիկ քար ես ասկի դեմքդ էլ չփոխեցիր ասի ինչ անեմ պապ
հետաքրքիրներ որ մտերիներ տեսերին նստած ես, մազերը կտրած նստած ես, հա, իմացել ուրիշ մարդ էլի, ասել բարև ձեզ։ Թիկվերը տեսել հարսն է։ Ձերքը բարձեց բարևելու, հետո զարմացած կանգնով։ Ասում էի մազերի համար եմ քեզ ուզե։ Դրանով եմ քեզ հավանել։ Ուրեն ինչի կտրիր մազերդ։ Թե լավ մազեր էլի։ Մազերս կտրեցին, վերցրեցին, ահագին կլիր, ես ինչքան կլիր, ես կամ։ Ասենց վերցրեցին եւ վերջ։ Այն ժամանակ չենք իմանում, որ այդ մազը արժեքավոր բան է, էլի։ Էսի մեր գյուղի ֆուտբոլի թիմն է, որ 73 թվին դարձանք եւ գավաթակիր եւ չեմպիոն։ Խաղացողներից մեկն էլ ես եմ ես։ Էսի մեր ֆուտբոլի դաշտն էր։ Հա, հիմա չկա էս ֆուտբոլի դաշտը։ Այս կանի ես ասեմ Գորյան։ Էս 2016 թվականին է ես նկարը։ Ասոս չենք գրառել։ 97 թվին։ Լավ իհարած եմ։ Հա։ Այդ ձեռդ գցել ես ուսս փաստորեն սփոփում ես, խեղճացած իհարած։ Այս ծաղկունքում աշխատելու տարիներին իմ դասարանի աշակերտների հետ եմ նկարվել։ Մի քանի աշակերտներ էին, խելոք, լավ, որ ավտոբուսից ուշանայի գալիս տեսնում էի խելոք նստած են։ Ձեն, ծպտուն չկար, կարծում էի ինչ որ ուսուցիչ է ներս մտել, բայց մարդ չկար։ Էլի ծաղկունքի դպրոցից լավ հիշողություն ես եմ Լյուբան։ Որ հիմա Լյուբան Գագարինի Լյուբան։ Հիմա իհա Գագարինում եկավ աշխատելու։ Էս են այդ երեխեքը։ Հիմա մեկը մի տանտե իր, որ գալիս են երեխեքի ձեռքերը բռնած, բարևում են Գեմանուկյան ջանահագին խոսում են, հազիվ ձայնից տեղը վերում են, որ այս փոքրիկները տառեր են, ամեկը մամա, չգիտեմ, երեխեքի տեր, լրիվ փոխված։ Հետաքրքիր է, էլի նկարները լավ հուշեն։ Հա, այստեղ իմ աղջիկս է։ Այսօր աղջիկս ինչքան զբաղված էր չեկավ մեր տուն։ Փոքր է։ Գնացել եմ սովորելու ընթացքում փոքր էր, Գորյունը դու հիշում ես, որ հետս եկար, իրար հետ պահում ենք, քորիկին չար երեխա էր։ Շատ լասկան հիշում ես քիշեր, որ գցում էինք ածյալի մեջ տանում, բերում էինք որ ձենը կզրել, այն աշճան էինք օգնի, ասի բալկոնը լուսամիտ բացում տանենք բերենք գցենք։ Դրա համար էլ այդքան շատ ենք սիրում, շատ ենք տանջվել, շատ էլ սիրում ենք։ Իսկ ես քանի տարեկան ես։ Եսի, երևի 28 տարեկան։ Ոչ ավելի։ Ինչքան լավ մազեր ես ունեցել, հիմա չկա։ Շատ մազեր եմ ունեցել։ Մազներ մարդուն տեսք է տալիս։ Նկարի։ Եսի, Սերգոյն Աշոտը ես դպրոցում, մեկ էլ քաջիկ, նույն դասարանից եկել։ Դնում ես որ ֆորմային հակացին ժամանակ։ Հա, դպրոցական համազգիստ։ Համազգիստ է սունկիկով, համապահոսակներ։ Եսի ես եմ, կոլյանը, ահա, եսի եսում ես, սանատորիա։ Հա, սանատորիայի մենիս որտեղ են, Պիցիգորսկ։ Պիցիգորսկ է։ Ինակ վաստանի Պիցիգորսկ, Սոչի, չէ։ Ես վերջի տարիները ջերուկ ենք ենում, ամեն տարի։ Ես ինչ խեղճմերս 68 տարեկան բան մահացավ։ Այն որ սաղ կյանքը տանջվել էր։ Այս նկարի մեջ տեսնում եմ իմ երեխաների մանկությունը, շատ հետաքրքիր են երեքն էլ։ Ու զգացում եմ ընտանեկան ջերմությունը կեսուր կեսրար երեխեքով ամուսին ես։ Այս նկարը երկար ժամանակ ինչքան բացում եմ, նայում եմ, հիշում եմ մենք ինչ լավ մթնոլորտում ենք մեծացրել, ինչքան ենք սիրել, ինչքան հոգատարություն ենք թափել, բարի, լավ հիշողություններ են արթնացնում նկարներ նայելը։ Օրինակ հիշում ենք մեր երեխեքի մանկությունը, մեր երիտասարդությունը առաջին հերթին։ Այս այն ժամանակն է, որ մենք պետք է ամեն իրի բան վերցնենք, սենց մի ալբոմ, այս տունը այսքան երևա, այսքան, այս չափսի բան, նկարներ կա, ծրարներով բան,
Եթե նկարները նայում ենք, հիշենք այն անցյալը, բարի ու մարդկանցը։ Թոշակի գնալուց հետո զբաղվում եմ սեփական տնտեսությամբ։ Ունեմ մոտ 2 հեկտար վարելահող, այդքան չափով խոտարկ, տնամերձ մոտ 3000 մետր։ Հիմնականում այդ 3000 մետր տնամերձի վրա ես մշակում եմ պտղատու ծառեր։ Տանց, խնձոր, եւ ունեմ 200 հատ սև սալորի ծառեր։ Հավ եմ պահում, ճուտ եմ պահում, խոզ եմ պահում, չնայած գոյությունը օգնում է, էլի բոլոր հարցերում օգնում է։ Մենակ չեմ։ Սիրում եմ, կարելի ասել է բույսերը, որ ես տեսնում եմ փարթամաճած, շատ լավ եմ զգում։ Կերակրենք մեղքեն։ Ջուրմուր վերցել ես։ Հեսա կերակրեմ ջուրել կտա։ Չէ, ջուր չելի, կեր չելի, կասեն ես ուր են մեր տերը։ Գնա ընդեղ։ Ցիկ, 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 ես կանչեմ։ Ցիկ, 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 ցիկ։ Ցիկո, 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 ցիկո։ Ցիկ, 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 չէ, կան։ Մենք ենք կերտանում, խել մեզ ես։ Սենց ենք, ոյրում։ Հեսա մի քիչ հետո կգան, եկա։ Արեք, ցիկոներ ջան, եկեք։ Ցիկ, 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 ցիկ։ Մի քիչ էլ ես կողմ կանգնես, կգան։ Ձենից են երևում։ Այս խելարացին կարաշ չքշես։ Ես մի գստը։ Ցիկո, 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 ցիկո։ Ցիկ, 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 ցիկ։ Արեք, չու, քշի հա կոյնում։ Ցիկ, 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 ցիկ։ Արեք։ Ցիկ, 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 ցիկ։ Շոքա, դրա համար չեն տանան։ Հա։ Դրա համար էլ լավ կա։ Բան կար, ջուր կար, կեր կար։ Հա, առավոտ տվել եմ։ Իրար շատ եք սիրում։ Եվ տարի հատկապես սերը ավել է բազապատկում։ Կիսել ենք և դժվարությունը և ուրախությունը, երկսով էլ բամբակ ենք։ Բամբակ ես եմ, ես զիջում եմ։ Ես պահը գալիս է, որ ինքը զայրացավ, այդ պահին զիջում եմ, լրվում եմ, բայց հետո ինքը զգում է էլ ինչ վատ բան արել։ Վերջը ինչ այր, բողոքեցիր։ Չէ, Գորին ջան, ես քեզնից երբ եմ բողոքել։ Չէ, օրինակ ես բողոքել եմ։ Ինչ էի բողոք։ Որ շատ խելոք ես, լավն ես, այդպես բողոքել եմ։ Ինձ համար էլ ամենաերջանիկ մարդ։ Ես միշտ զիջել եմ, բամբակը ես եմ, զանգակը դու։ Ինքը շատ չի խոսում, բայց եթե դուրը չեկավ, անպայման կասի։ Իսկ ես անպայման զիջում եմ, լռում եմ, տանում եմ։ Եվ հարցերը լուծում են շատ հանգիստ։ Իսկ եթե երկսով զանգակը լեինք։ Վայ։ Հա։ Ոչ բուն կտնեինք, ոչ ծակ կհանենք։ Այս տարի լրացավ մեր ամուսնության 50-ամյակը և իմ տղան որոշեց անպայման 50-ամյակը նշել։ Կարելի էր ասել ավանդական հարսանիքի նման մի հարսանիք է։ Կազմակերպեցին Հրազդանում քեֆ, ուրախությունը, հարազատներով, թոռներով։ Հիշեցինք մեր ամուսնության օրերը, առաջին օրերը, հիշեցինք անցած տարիները, բայց ասենք այն ժամանակ հարսի քողը գլխին ուրիշ բան էր նշանակում ինձ համար, հիմա ուրիշ։ Էդ էլ ամենալավ քաղցր օրերից մեկն էր։ Եվ շատ լավ հուշ մնաց։
դա 50 տարի ոնց անցավ։ Ես 50 տարիների հեռվից որ նայում եմ, զգում եմ, որ շատ բան ենք մենք ձեռք բերել։ 50 տարվա ընթացքում ինչեր ասես չենք տեսել, եւ լավը, եւ վատը, եւ լայնը, եւ նեղը։ Ամեն օր ոչ եմ ասի, հիմա էլ սիրում եմ։ Կասեն այս տարիքում ինչի ես սիրում։ Դե շուտ բանից հեռվից եկել է։ Մենք իրար սիրում ենք։ Դա մեր հաջողության գրավականն ու հիմքն է։ Ամեն ինչ կարելի է մենակ սիրո, ամերաշության միջոցով հարթել ու ապրել այն ձևի, ինչքան մեզ տված այդ կյանքը։ Իսկ մենք մեր կյանքից դժգոհ չենք։ Ես որոշել եմ 200 տարի ապրեմ, դու ինչ ես ասում։ Դու երբ ուր գնաս, ես հետդ եմ։ Պայմանավորվենք։